Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրվել է հռչակագիր։ Պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարարը, որն Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրին։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը ոչ միայն իրավական, այլև հումանիտար խնդիր է, որը հայտնվել է նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի հետ։ Զարեհ Սինանյանը հայտնել է, որ հայ համայնքում անհանգիստ ու լարված են, պայմանավորված երկրում ստեղծված քաոսային իրավիճակով։ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է Միացյալ Նահանգների անհապաղ 30-օրյա հրադադար հաստատելու առաջարկին։ Կրեմլը արձագանքել է հրադադարի մասին Միացյալ Նահանգների առաջարկներին նշելով, Ռուսաստանը ուշադիր ուսումնասիրում է Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև բանակցություններից հետո արված հայտարարությունները։ Օրվա միջազգային լրահոսը։ Ստեղծվել է 405 կրթական դաշինք զարգացման հիմնադրամը, որը իր գործունեությամբ կնպաստի Հայաստանում եւ Սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը։ Հայ մարզիկները կրկին նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանում։ Սաքունց եղբայրները Կոտայքի մարզում իրականացրել են բացառիկը, որն արժանացել է մեծ ուշադրության։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելկամպի գլխավորած պատվիրակությանը, կարևորվել է Վելկամպի այցը Հայաստան եւ ընդգծվել երկու երկրների միջև գործակցության դինամիկ բնույթը։ Վարչապետը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը, շեշտել Նիդերլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործում։ Վելկամպն էլ նշել է, որ Նիդերլանդները շարունակելու են նպաստել Հայաստանի-ԵՄ գործակցության զարգացմանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ Գերիները պետք է պաշտպանված լինեն միջազգային չափանիշներով։ Նիդերլանդների թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպն է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Նիդերլանդներն ու Եմեն կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Մինչև մամուլի ասուլիսը երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ապա ընդլայնված կազմով հանդիպում քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպը։ Հայաստանի արտգործնախարարությունում նախ տեղի ունեցել նրա հետ Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Այնուհետև հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել։ Սա մեր Հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակողում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե խորհրդանշական է, թե միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ։ Այս փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում գործակցության խորացում, պայքար հիբրիդային վտանգների եւ սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության խթանում եւ մարդկանց միջև շփումներ։ Ուզենայի նշել այն դրույթը, որի շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ Միրզոյանը հայտնել է, որ Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի խաղաղության օրակարգը, երկխոսությունը հարևան երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ
հետ, նաև Ադրբեջանի հետ բանակցությունները։ Միաժամանակ նշելով, որ համապատասխան կառուցողական մոտեցման դեպքում մոտ ապագայում հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ այդ ուղղություններով։ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպը ևս նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը, որն արտացոլված է ստորագրված փաստաթղթերում։ Հաճախ չի պատահում, որ Նիդերլանդներն այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Ռազմավարական գործընկերության վերաբերյալ այս հռչակագրի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանին։ Նաև վերահաստատում է երկու երկրների կամքը ամրապնդելու քաղաքական, սոցիալական եւ տնտեսական երկուստեք կապերը։ Կասպար Վելտկամպը խոսել է նաև Հայաստանի ռուսական տեղեկատվական հարձակումների թիրախում հայտնվելու վտանգների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։ Նա հիշեցրել է, որ Մոլդովայում եւ Վրաստանում նման օրինակարշավներ արդեն իսկ իրականացվել են։ Կա ռիսկ, որ ապագայում թիրախ կդառնա նաև Հայաստանը, որի նպատակը կլինի վնասել նրա հարաբերություններն Ուկրաինայի եւ այլ երկրների հետ, նաև լարվածություն հրահրելը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության եւ կիբերսպառնալիքների դեմ պայքարում, հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Հայաստանի եւ Նիդերլանդների արտգործնախարարները խոսել եւ վերահաստատել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարեւորությունը։ Նիդերլանդները սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ կարեւորում դրա հաջող ընթացքը, ասել է Կասպար Վելտկամպը։ Երեք Անկարայում է եւ հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց, այդ թվում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այսօր այստեղ Երևանում եմ, հանդիպեցի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերությունը որևէ մեկի դեմ չէ, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի։ Տեսնում եմ, որ Հայաստանը փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը եւ այդ համատեքստում է, որ մենք խորացնում ենք գործակցությունը։ Շատ այլ կետեր կան, որոնցով կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունները, օրինակ տնտեսական, արտաքին քաղաքականությանը վերաբերող ոլորտներում։ Այս փաստաթուղթը ռազմական գործակցություն չի ենթադրում։ Լրագրողների խնդրանքով Վելտկամպը խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների, նրանց դեմ իրականացվող կեղծ դատական գործընթացների եւ խոշտանգումների մասին, վստահեցրել, կանեն հնարավորը առաջ մղելու Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից տեղեկացրել է, որ Երևանն արդեն իսկ հայտնել է իր մոտեցումները Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Ադրբեջանից ստացված 12-րդ առաջարկի վերաբերյալ եւ առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենան քննարկել դրա հետ կապված բոլոր հարցերը։ Արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին հաջորդել է Հայաստանում Նիդերլանդների պրեզիդենտ դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը ոչ միայն իրավական, այլև հումանիտար խնդիր է, որը հայտնվել է նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ այն ընդգրկում է մարդու հիմնարար իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք պահանջում են հստակ ու հետևողական քայլեր միջազգային կազմակերպությունների ու ազդեցիկ պետությունների կողմից։ Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացները ըստ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են։ Մասնավորապես ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող անձանց ազատ արձակման համար։ Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, որը կարող է փրկել քրիստոնյա պատանդներին։ Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել։ Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ եւ 1 կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվում են խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, միակ կազմակերպությանը, որին թույլատրված է ստուգել նրանց վիճակը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը։ Հայ գերիների հարցը շարունակում է մնալ արևմտյան մյուս երկրների ուշադրության կենտրոնում, ինչպես Ամստերդամը, այնպես էլ Եվրոպական միությունը որոշել են առաջ մղել Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների հարցը, այնպես չէ, որ Հայաստանը ինչ-որ քայլեր չի ձեռնարկում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի։ Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին։ Ակտիվ ջանքեր են գործադրում նաև Հայաստանի հոգևորականները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։ Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնություններով
ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Կոչ են անում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիներին անհապաղ հայրենադարձելու համար։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել եւ շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից։ Դատաքննությունն անցկացվում է առանձին։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման, նաեւ նրան խոշտանգելու մասին ահազանգում են փաստաբանն ու ընտանիքի անդամները։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ցիտում էին Ոմն Մուշեղ Գրիգորյանի ցուցմունքները ընդդեմ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ Ըստ որի նա մեղադրում էր գերության մեջ գտնվող մեր հայրենակցին Արցախում զինված խմբավորումներ ստեղծելու համար։ Բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստացած Մուշեղ Գրիգորյանը հայտնի է իբրև գիպսի միշիկ։ Հարբեցող է, մնացել է Արցախում գաղթից հետո։ Նա արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել մի տուփ ծխախոտ արցախցիներին 5000 դրամով վաճառելով։ Ավելին, Արցախի ամբողջական օկուպացիայից հետո գիպսի միշիկը դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների հերոսը, սիրով հարցազրույցներ էր բաժանում այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրում հայ ժողովրդին ագրեսիա իրականացնելու համար։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի հետ։ Գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը հայտնել է, որ հայ համայնքում անհանգիստ ու լարված են պայմանավորված երկրում ստեղծված քաոսային իրավիճակով։ Չնայած դրան մասսայական տարհանման հարց չի քննարկվում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի տվյալներով Սիրիայում այս պահի դրությամբ 2 հայ է զոհվել։ Այս պահին պարզ է, որ համայնքը, ինչպես նաև բոլոր ոչ սուննի մուսուլման համայնքները շատ վախեցած եւ անհանգստացած են, բոլորը փորձում են լուր մնալ, աչքի չընկնել, այսպես ասած, մինչև իրավիճակը ավելի հստականա։ Իհարկե որոշ խաղաղացման, այսպես գործընթաց տեղի է ունեցել, բայց միևնույն է, ոչ սուննի մուսուլման բնակչությունը սարսափահար վիճակում է այս պահին եւ հույսով ենք, որ այս վիճակը կհաղթահարվի։ Հենց որ տարհանումը դառնում է լրիվ անհնարին, այսինքն սկսվում են ռազմական գործողություններ, մեզ ասում են, ընդ որում այդ տարհանման գաղափարը Հայաստանում է, այնպես որ Սիրիայից է գալիս, ասում են տարհանեք, հարգելիներս, բոլորդ հասկանում եք, որ ռազմական գործողությունների պայմաններում, մանավանդ երբ որ կռվում են խմբավորումներ, որոնք անհասկանալի է, թե ով են, ինչ ազգ են, նույնիսկ ընդհանուր այդ պայմաններում տարհանման մասին խոսելը պարզապես լուրջ չի։ Երբ որ այդ խաղաղվում է ամեն ինչ, մի քիչ գոնե նորմալ իրավիճակ է ստեղծվում, մենք սկսում ենք հորդորել մեր հայրենակիցներին, որ միգուցե դուրս գալն է ճիշտ, միգուցե հիմա մտածեք Հայաստան գալու մասին։ Բայց այդ պահերին էլ մարդիկ ասում են, ոնց որ թե ճգնաժամը անցավ, միգուցե լավ կլա։ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է Միացյալ Նահանգների անհապաղ 30-օրյա հրադադար հաստատելու առաջարկին։ Զելենսկին անդրադառնալով հանդիպման արդյունքներին հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է խաղաղության, սակայն Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը։ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է ԱՄՆ առաջարկին հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հյուրընկալությամբ ԱՄՆ եւ Ուկրաինան կարևոր քայլեր ձեռնարկեցին Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Երկու երկրների ներկայացուցիչները ընդգծեցին ուկրաինացի ժողովրդի արարությունն ու իրենց հայրենիքի պաշտպանության գործում եւ համաձայնեցին, որ այժմ ժամանակն է սկսել երկարատև խաղաղության հաստատման գործընթացը։ Ուկրաինական պատվիրակությունն իր խորին երախտագիտությունն արտահայտեց նախագահ Թրամփին, ԱՄՆ կոնգրեսին եւ ամերիկացի ժողովրդին Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։ Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ առաջարկը հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել
կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ կկիրառվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը նույնպես ընդունի եւ կատարի համապատասխան քայլերը։ ԱՄՆ իր հերթին փոխանցի Ռուսաստանին, որ խաղաղության հաստատման համար վճռորոշ են փոխադարձ գործողությունները։ Միացյալ Նահանգները անհապաղ կվերականգնի հետախուզական տվյալների փոխանակումը եւ կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։ Պատվիրակությունները քննարկեցին նաեւ խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության կարեւորությունը, հատկապես հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը եւ բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Երկու կողմերն էլ համաձայնեցին նշանակել բանակցային թիմեր եւ անհապաղ սկսել բանակցությունները Ուկրաինայի երկարատև անվտանգության ապահովմամբ կայուն խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ պարտավորվում է այս առաջարկները քննարկել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց, որ խաղաղության գործընթացում պետք է ներգրավվեն նաեւ եվրոպացի գործընկերները։ Վերջում երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ, սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը եւ երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը, նշված է հայտարարության տեքստում։ Կրեմլը արձագանքել է հրադադարի մասին Միացյալ Նահանգների առաջարկներին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը ուշադիր ուսումնասիրում է Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև բանակցություններից հետո արված հայտարարությունները։ Նրա խոսքով Մոսկվան ակնկալում է, որ ամերիկյան կողմը մանրամասներ կհայտնի Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների վերաբերյալ։ Մոտորերս նախատեսվում են շփումներ, որոնց մասին Կրեմլը լրացուցիչ կհաղորդի, նշել է նա, հավելելով. Ռուսաստանը չի ցանկանում վաղաժամ եզրակացություն անել առաջարկվող զինադադարի վերաբերյալ նախքան Վաշինգտոնից ամբողջական տեղեկատվություն ստանալը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փակ հանդիպում է անցկացրել Փարիզում հավաքված 34 երկրների գլխավոր շտաբների պետերի հետ։ Նա կոչ է արել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքների մշակմանը։ Այս մասին հաղորդել է La Figaro թերթը, նշելով, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը չի մասնակցել միջոցառմանը։ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տվյալներով հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է լինեն հուսալի եւ երկարաժամկետ, նաեւ ուղեկցվեն ուկրաինական բանակի մշտական աջակցությամբ։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակներն Ուկրաինայի հարցով այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, հուսանք, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարի ծրագրին, որը մշակվել է ԱՄՆ եւ Ուկրաինայի պաշտոնյաների կողմից, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ Զելենսկուն նորից կհրավիրի Սպիտակ տուն։ Դոնալդ Թրամփը ասել է, որ այս շաբաթ կխոսի Պուտինի հետ տանգոյի համար երկուսն են պետք։ Նա նաեւ առաջիկա օրերին ամբողջական հրադադարի հույս է հայտնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանող պլանի մշակմանը։ Նաև հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները համակարծիք են, որ անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից եւ նրա հնարավորություններից։ Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջազգային խորհրդակցությունը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ։ Պակիստանի անվտանգության ուժերը փրկել են 155 ուղևորի, որոնց գնացքում պատանդ էին պահում անջատողական Բելուջիստան ազատագրման բանակ ծայրահեղական խմբավորման զինյալները։ Երկրի կառավարությունը հայտնել է, որ գործողությունն ընթացքի մեջ է եւ տասնյակ մարդիկ դեռ պատանդ են պահվում։ Մարտի 11-ին զինյալները պայթեցրել էին երկաթգիծը, գրակ բացել գնացքի վրա։ Բելուջիստանի ազատագրման բանակ խմբավորումը սպառնացել է սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները եւ անհետ կորածները, որոնք զինյալների պնդմամբ առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։ Գնացքի վրա հարձակման մեջ ներգրավված զինյալների թիվը հայտնի չէ, սակայն անվտանգության ուժերը մարտի 12-ին հայտնել են, որ սպանել են արդեն 27 զինյալի։ Զինյալները հայտնել են, որ պատանդ են վերցրել 214 մարդու, իսկ անվտանգության աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ հարձակման ենթարկվելու պահին գնացքում եղել է 425 ուղևոր։ Ռուսական կողմը բալիստիկ հրթիռներով հարվածել է Օդեսայի նավահանգստին, հարվածի հետևանքով Ալժիր մեկնող ցորենով բեռնված նավի անձնակազմի 4 անդամ զոհվել են, եւս մեկը վիրավորվել։ Նավը բեռնված է եղել 30,000 տոննա հացահատիկով, անձնակազմի զոհված անդամներից 3-ը սիրիացի են, մեկը ուկրաինացի։
Շարունակում ենք թողարկումը եւ անդրադառնանք այլ թեմաների։ Սերժ Սարգսյանի նոր մեղադրանք է ներկայացվել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Հանրապետության նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի ապշտակության, փողերի լվացման եւ դրան օժանդակելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հովիկ Աղազարյանին վերաբերող միջնորդության հիմքում ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ոչխարների հետ կապված կաշառքի գործը։ Տարոն Մարգարյանի հետապնդումն էլ առնչվում է 12-15 թվականներին Երևանում գտնվող 3 կրթական հաստատությունների ձևականաճուրտներով օտարելուն։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող գործողությունների եւ բարեփոխումների հանրային վերահսկողության նաեւ փորձագիտական հանրույթի կողմից ներկայացված գաղափարների ու առաջարկների քննարկման առարկա մեխանիզմները այդքան էլ արդյունավետ չեն։ Դրանք կատարելագործելու համար ստեղծվել է 405 կրթական դաշինք զարգացման հիմնադրամը, որն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանում եւ Սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանը եւ կրթական արդյունքի դրական փոխակերպմանը։ 405 կրթական դաշինք զարգացման հիմնադրամի գործունեության մեկնարկը տրված է։ Հիմնադրամը նպատակ ունի տեղական եւ միջազգային կրթական կառույցների եւ պետությունների միջև բովանդակ գործակցության զարգացման միջոցով նպաստել Հայաստանում եւ Սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը։ Դաշինքի հիմնադիրներն են ԱԻԲ Դասավանդիր Հայաստան, Սիմոնյան կրթական հիմնադրամները, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, Հայ կրթական հիմնարկությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ Մենք անպայման անելու ենք վերլուծական աշխատանք, այսինքն հասկանալու իսկապես կրթության հիմնախնդիրները որտեղ են, իսկապես ամենամեծ ուժեղ կողմերը որտեղ են եւ թույլ կողմերը որտեղ են, տվյալահենա լինելու այս գործընթացը, որպեսզի մաքսիմալ հետազոտահեն լինի։ Այդ վերլուծական նաեւ նյութերի հիման վրա անելու ենք երկու բան։ Մեկը հանրային իրազեկումն է եւ հանրային քաղաքականության ձևավորման վրա ներազդումը, երկրորդը լինելու է հենց արդեն կոնկրետ լուծումների առաջադրումը, որը այս հիմնախնդիրները լուծելու համար այս ծրագրերն է պետք անել։ Համահիմնադիրները նշում են, որ հանրային տիրույթում փորձագիտական, առողջ եւ փաստահեն քննադատական խոսքի բաց կա։ Նրանք հույս ունեն, որ դաշինքի գործունեությունն օգտակար կլինի մասնագիտական դաշտում հանրային եւ հրապարակային խոսույթի որակի բարելավման հարցում։ Քանզի այն միտում ունի յուրաքանչյուր բարեփոխման մասին ունենալու բովանդակային, փաստարկված եւ հիմնավորված մասնագիտական կարծիք, դիտարկումներ, որոնք անհրաժեշտ են բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար։ Շատ լուրջ եւ ծանր կրթական խնդիրներ կան նաեւ Սփյուռքում։ Մենք ամենտեղ ունենք հայոց լեզվի նահանջ, ամենտեղ ունենք հայկական դպրոցների այսպես սահմանափակում, նվազեցում եւ սրա դեմը պետք է առնել ինչ որ ձևով։ Եվ կարծում եմ այս կրթական դաշինքը մեծ ներուժ ունի ներազդելու նաեւ Սփյուռքի կրթական իրավիճակի վրա։ 405 կրթական դաշինք զարգացման հիմնադրամի տնօրեն Շամամ Գևորգյանն էլ ընդգծում է. հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում եւ Սփյուռքում բարձրակարգ եւ արժեքահեն համակողմանի կրթության արդար ու հավասար հասանելիության ապահովումը, կրթության իրավունքի լիարժեք իրացումն ու հայկական մրցունակ եւ նորարար կրթական մոդելի մշակումը։ Հասկացանք, որ Հայաստանի նոր առաջարկ է պետք կրթության գործիչների համար, կրթության կառույցների համար, այն մասնագետների, ովքեր հավատում են կրթության ու ճանաչողության ուժով իրական ճշմարտություններին հասնելու գաղափարին։ Սա հավատի ու վստահության նախաձեռնություն է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ընդգծում է հիմնադիր կառույցների հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործակցությունը եւ նշում, որ նախաձեռնված բարեփոխումները նպատակ ունեն կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնել, ապահովելով կրթության որակի բարձրացում։ Շատ մտահոգում է կրթության ոլորտում մարդկային կարողությունների եւ մասնավորապես փորձագիտական կարողություններ ունեցող մարդկանց օբյեկտիվ ներգրավվածությունը։ Մենք քննադատություն, կառուցողական առաջարկներ լսելու մեծ անհրաժեշտություն ունենք եւ վստահ եմ, որ դաշինքը դառնալու է այն հարթակը, որտեղ մենք կարողանալու ենք նաեւ միասին քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են, բայց իրականացվում են ոչ այնքան արդյունավետ,
Բոլոր այն ծրագրերը, որոնք մեր մտքում ունենք իրականացնել, բայց կարող ենք միասին քննարկել եւ հասկանալ ինչպես անենք, որ ավելի արդյունավետ դրանք իրականացնենք։ Փոխնախարարը նշում է, կարիք կա լսելու, միասին քննարկելու առկա խնդիրներն ու գտնելու դրանց լուծման ճիշտ ուղիներ։ Լուսինե Գրիգորյան, Սերյան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Հայ մարզիկները կրկին նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել։ Մարտի 12-ին Սաքունց եղբայրները Կոտայքի մարզում իրականացրել են բացառիկը, որը արժանացել է մեծ ուշադրության։ Նրանց ձեռքբերումները ոչ միայն կարձանագրվեն Գինեսի ռեկորդների գրքում, այլև կդառնան ոգեշնչման նոր աղբյուր։ Սահմանելու եմ նոր սենսացիոն համաշխարհային ռեկորդ։ Ճկույտ մատով պետք է քաշեն ուղղաթիռ։ Աստված մեր հետ, գնալու ենք նոր ռեկորդի հետևից, եւս մեկ անգամ ամբողջ աշխարհում ներկայացնելու մեր երկիրը։ Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրները մարտի 12-ին երկու նոր եւ համաշխարհային պատմական ռեկորդներ սահմանեցին, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում։ Կոտայքի մարզի ջրվեժ անտառապարկում Սաքունց եղբայրները մեծ թվով երկրպագուների աչքի առաջ ճկույթով եւ ատամներով բռնած հատուկ ճոպաններով մի քանի մետր տեղաշարժեցին ուղղաթիռը։ Եթե ավելի ստույգ, ապա աշխարհի չեմպիոն ռեկորդագիր Յուրի Սաքունցը ուղղաթիռը տեղաշարժել է ճկույթով, իսկ եղբայրը ռեկորդագիր Արթուր Սաքունցը ատամներով։ Ռեկորդը նվիրվելու է իմ ազգին, արաբո ջոկատի կամավորներին։ Փորձելու եմ իմ ետևում կանգնած ռեկորդը տեղաշարժել ճկույտ մատով եւ սահմանել նոր համաշխարհային ռեկորդ եւ այն նվիրել իմ ազգին, արաբո ջոկատի քաջարի մարտիկներին, ընդգծելով մեր ազգային միասնությունը պահպանելու եւ հայրենիքի մասին հոգ տանելու կարողության մասին։ 4 տարեկանից զբաղվում եմ սպորտով, ըմբշամարտով, պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ, 16 տարեկանից զբաղվում եմ ռեկորդներով, ատամներով քաշել եմ 5 պիկապ ավտոմեքենան բանակում, մեկ ձեռքով քաշել եմ 122 տոննա քաշ ունեցող գնացքը, իսկ սա նորություն է բոլորիս համար, որպես տրանսպորտային միջոց ուղղաթիռը շատ դժվար եւ անհարմար է։ Սաքունց եղբայրների նպատակը Հայաստանի եւ հայերի մասին ամբողջ աշխարհին պատմելն ու ներկայացնելն է, ինչը նրանց հաջողվում է։ Նոր սահմանված ռեկորդները նվիրված են հայոց բանակին եւ զինվորներին, նաեւ նահատակված մարտիկներին։ Նպատակը նման քայլով թե ժողովրդի, թե զինվորների մարտական ոգին բարձրացնելն է։ Իրականում Գինեսը համաշխարհային ֆեդերացիա է, համաշխարհային կազմակերպություն է, որը որ զբաղվում է աշխարհի բոլոր անկյուններում ռեկորդների գրանցումով, այդ առումով գրանցելը ռեկորդների ընդհանրը պետք է կարողանալ գերազանցել ինչ-որ մեկի գործող ռեկորդը կամ անել մի այնպիսի բան, որը որ ոչ մեկ մինչ այդ չի կատարել։ Իսկ ինչպես է Սաքունց եղբայրներին հաջողվում ընդհանրը ճկույթով եւ ատամներով ուղղաթիռ տեղաշարժել, ավելին նոր ռեկորդ սահմանել։ Նրանց ներկայացմամբ միայն էներգիա եւ ծանրության ճիշտ կառավարման վրա կենտրոնանալով Յուրի Սաքունցը մարզիկ է, որի անունը վաղուց ընդգրկվել է սպորտի պատմության էջերում։ Նա ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն է, նաեւ բռնցքամարտի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող։ Բացի այդ, նա նվաճել է համաշխարհային ձեռնամարտի եւ Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսները։ Նրա բացառիկ նվաճումները վավերացվել են Գինեսի ռեկորդների գրքում 8 անգամ արժանանալով համաշխարհային ճանաչման։ Անդրանիկ Ավետիսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։